Եվ այսպես ուշադրություն հերթական անգամ համացանցում ուշադրության կենտրոնում է Վարդան Ղուկասյանի քրեական գործը Միացյալ Նահանգներում, այնտեղ ասվում էր հետևյալը, որ երկու քննություն է ընթանում, նախ առաջինը Վարդան Ղուկասյանը մեղադրվում էր Միացյալ Նահանգներում անօրինական գտնվելու մեջ, երկրորդը արդեն Հայաստանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներն էր, որը այժմ դատավորը քննում է, այսինքն իրենք պետք է որոշում կայացնեն եւ այդ որոշումը մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում պետք է հայտնեն եւ Վարդան Ղուկասյանի ճակատագիրը որոշվելու է հենց այդ ժամանակ։ Իհարկե չի նշվում, թե Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է թե չէ, բայց եթե ասում են, թե դատը իշա Վարդան Ղուկասյանի է ընթացել, ապա եթե իշա Վարդան Ղուկասյանի է, ուրեմն Վարդան Ղուկասյանը այժմ գտնվում է ազատության մեջ։ Հակառակ բոլոր դեպքերում Վարդան Ղուկասյանի շահերին չէր կարող համապատասխանել դատական որոշումները, եթե նա չգտնվեր ազատության մեջ։ Հիմա միգուցե խափանման միջոցն է ուղղակի փոխվել, այսինքն պետք է դատական վճռին սպասեր փակ տարածքում, այժմ կարող է սպասել դատարանի վճռին իր այն տանը, որտեղ որ ապրել է Միացյալ Նահանգներում իր մոր կողքին, ում առողջության մասին Վարդան Ղուկասյանը անհանգստանում էր եւ կոչ էր անում հոգալ իր մոր առողջության մասին։ Իհարկե, այս ամեն ինչը խափանման միջոց փոխելը ամենևին չի նշանակում, թե ինչ որոշում կարող է կայացվել, եւ առհասարակ սա այնպիսի մի գործ է, որ իսկապես 50-50 է եւ ամբողջ արդարադատությունը դատավորի ձեռքում է, եւ եթե նա հանցագործություն է գործել, պետք է պատժվի, եթե նա անմեղ է եւ մեղադրանքները կեղծ են, ապա դատարանը պետք է իրականացնի քննություն եւ հասկանա եւ ճիշտ որոշում կայացնի, եւ Միացյալ Նահանգների դատարանը ըստ էության հայկական դատարանները չելենք ասում, որ Միացյալ Նահանգներում եթե որոշվեց դու մեղավոր ես, ուրեմն դու մեղավոր ես, եթե որոշվեց որ դու անմեղ ես, ուրեմն դու անմեղ ես, եւ դատարանի որոշումները հիմնականում Միացյալ Նահանգներում չեն քննարկվում։ Հայաստանը նույնիսկ այս երկար տարիների ընթացքում դատական համակարգի մեծ բացեր ունի, մենք ունեցել ենք շատ սարսափելի ծանր դեպքեր եւ հայկական դատական համակարգը կաղում է ոչ հոկտեմբերի 27-ը այնպես բացահայտվեց, որ հարցեր չմնային, ոչ մարտի 1-ի դեպքը այնպես բացահայտվեց, որ հարցեր չմնային, հազարավոր թալանչիներ պատասխանատվության չենթարկվեցին, այսինքն ժողովրդի մոտ հայկական դատարանները հարցեր են թողնում։ Եվ այս ազդելու է, այո, եթե օրինակ Միացյալ Նահանգներում դատարանը որոշի, որ այո, Վարդան Ղուկասյանը հայոյում է եւ Վարդան Ղուկասյանը մեղավոր է, պետքա գնա Հայաստան, մտնայելու Հայաստանի արդարադատությունը, ասի, ես ինչ դատական համակարգ ունեք, ժողովուրդը բողոքում է կամ իրենք էլ հաստատ իրենց դեսպանատանը եթե հարցում անեն Հայաստանի մասին ամեն մի տեղեկություն, նույնիսկ եթե Հայաստանում ապրես սաղ կյանքդ այդքան բան չես իմանա Հայաստանի ներսում կատարվող, քան ամերիկյան դեսպանատունը գիտի Հայաստանում կատարվող տեղեկատվությունները, զանգեն մի հատ Միացյալ Նահանգների դեսպանատուն, ճշտեն, թե Հայաստանում ինչպիսի դատական համակարգ է, Վարդան Ղուկասյանին իրենք կդատեն Ամերիկայում, քան կուղարկեն Հայաստան։ Եվ սա մեծ ցավով ենք ասում իշխանություններին 7 տարի է ասում ենք ամոթ է դատական համակարգ ստեղծեք, ասում մենք չենք ուզում խառնվել դատարանի որոշումներին։ Մի տարի խառնվեք, 2 տարի խառնվեք, հետո թողեք թող աշխատեն, այսինքն ոչ թե խառնվեք որոշումներին, այլ դատավորների աշխատանքը դարձրեք ավելի հանգիստ, այսինքն մարդը չվախենա որոշում կայացնելուց, չկաշառվի, ինչ որ կողմնակալություններ չանի, եւ եթե օրենքում կան իրականացնելու փոփոխություններ, ապա այդ փոփոխությունները պետքա հրատապ կերպով իրականացվեին, որը չի արվել։ Հայաստանի ժողովուրդը թող պատասխանի Հայաստանում 100%-անոց կամ նույնիսկ 50%-անոց արդարադատություն կա, թե չէ։ Դատարանը Միացյալ Նահանգներում նայելու է, եթե Հայաստանի արդարադատությունը կաղում է, նրանք Վարդան Ղուկասյանին չեն հանձնելու, նույնիսկ եթե ճանաչեն, որ Վարդան Ղուկասյանը մեղավոր է իր եթերների ժամանակ հնչեցված մի շարք արտահայտությունների համար։ Եվ այսպես ուշադրություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեքստը համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի եւ երկրորդ քայլը այն է, որ պետք է հանդիպումներ տեղի ունենան
և միգուցե ստորագրվի խաղաղության պայմանագիր այն կետերով, որոնք արդեն իսկ վերջնական համաձայնության են բերվել, իսկ որոնք էին այդ երկու կետերը, նշեցին, որ կետերից մեկը եղել է եվրոպական դիտորդների դուրսբերումը Հայաստանի Հանրապետությունից կամ գոնե սահմանից։ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում շատ է խոսում եվրոպացի դիտորդների ներկայության մասին և ասում է, որ դա Ադրբեջանի նկատմամբ սպառնալիք է։ Դա Հայաստանի Հանրապետության անվտանգության այս պայծառությամբ գլխավոր երաշխիքներից մեկն էր և մենք համաձայնություն տալով սրան, մենք որևէ երաշխիք չունենք, որ վաղը կռիվ չի լինի։ Իհարկե, երաշխիքը այդ խաղաղության պայմանագիրը պետքա լինի, որը կստորագրվի, բայց մենք պետքա հիշենք, թե ում հետ ենք ստորագրում պայմանագիր։ Ադրբեջանի իշխանությունները մինչև այսօր իրանք որևէ պայմանագիր չեն պահել և նման սովորություն ունեն, ինչ ստորագրում են, անում են դրա հակառակը։ Միգուցե սա թակարդ է նրա համար, որ Հայաստանը նախ եվրոպական դիտորդներին Հայաստանի Հանրապետության սահմաններից հեռացնի, երկրորդը Հայաստանը պետք է հետ կանչի իր դիմում բողոքները, քրեական այդ հետապնդումները եվրոպական դատարաններում ընդդեմ Ադրբեջանի, այսինքն այդ դատական պրոցեսներում, որտեղ որ մենք որոշակի չնչին հաջողությունների ենք հասել, մենք ստիպված ենք լինելու մեր ճշմարտությունից հետ կանգնել արդեն երկրորդ չհամաձայնեցված կետով, ինչպես որ տարածվում է մամուլում։ Ադրբեջանի սրանք շատ պետք են, նախ ամենագլխավորը, որ սահմանները լքեն եվրոպացիները, երկրորդը Հայաստանը հետ կանչի իր հայցերը ընդդեմ Ադրբեջանի, հետո ինչ կլինի արդեն դրա պատասխանատվությունը ում վրա է ընկնելու։ Ալիևը պատասխանատու մարդ չի, ամեն օր սպառնում է Հայաստանին, երեք հայտարարություն է արել օրինակ ու ասել է, որ Հայաստանը ձգտում է նոր պատերազմի։ Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի ըստ Ալիևի։ Մենք չգիտենք Հայաստանը պատրաստվում է պատերազմի թե չէ, բայց մենք գիտենք մի բան, որ Ադրբեջանը հաստատ պատրաստվում է պատերազմի։ Եվրոպացի դիտորդների հետ քաշումը սահմանից դա որոշակի առումով կարելի էր հասկանալ, որովհետև եթե դու ունես խաղաղության պայմանագիր, այսինքն ունես խաղաղություն, ինչը որ իրականում այդպես չի լինի, բայց մենք ուզում ենք այս միտքը շարունակել, եթե խոսքը գնում է խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ուրեմն պետքա լինի խաղաղություն։ Եթե կա խաղաղություն, եվրոպացի դիտորդները պետքա չլինեն սահմանին, սա հասկանալի է մի տեղ, բայց ինչ է նշանակում Հայաստանը պետքա հրաժարվի ընդդեմ Ադրբեջանի իր բողոքներից։ Այնտեղ կան գերիներ, կան որոշակի սարսափելի դեպքեր, որը կատարել է Ադրբեջանի ղեկավարությունը, և պետքա սրանք պատասխանատվության ենթարկվեն։ Սա ընդհանրապես կապ չունի խաղաղության հետ։ Եթե պետքա կնքվի խաղաղության պայմանագիր և Ադրբեջանը մեզ ասի մենք բողոքենք թե չբողոքենք, դա արդեն խաղաղության պայմանագրի նման չէ։ Հայաստանը պետքա իր ցանկությամբ որոշի այդ հայցը եվրոպական դատարաններում ընդդեմ Ադրբեջանի հետ քաշելու